Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ինչ կա օրս հետ կապված։ Դու չգիտեմ, տեղյակ ես թե չէ, բայց հերդ մեծ թվեր եմ ես պարկ։ Բայց դու ով ես, որ հերս էլ քեզ փող ապարկ։ Իմ ով լինել է, քո կյանքում բան չի փոխելու։ Բայց այ հորդ կյանքը լրիվ կփոխվի, եթե երկու օրվա մեջ այդ պարտքերը չփակես։ Ինչ պարտք, ինչ ես խոսում։ Հերդ այնքան դուխ ունի, որ բերդում գումար է խաղում։ Բայց ինձ գալիս է պարտքը տալու ժամանակը ցրում է, այսօր եկուց է անում։ Երևի չի հասկանում, որ մեր հետ խաղանելը լավ բան չի։ Կարող է մտածում է ձևերը չգիտենք փողերը հետ վերցնելու։ Ինքը չի կարում, դու պիտի փակվես։ Էդ էլ նոր ձև է, հա, փող աշխատելու։ Քեզ թվում է ես կատակ եմ անում։ Հեսա որ մի քանի օր անցնի լրիվ կհասկանաս ասածի ժժիցությունը։ Երևի հասկանում ես հորդ հետ ինչ կարան անեն։ Ինչքան է պարտք։ Ահագին։ Հենց տրամադրվես այս թեման շարունակելու, քեզ ամեն ինչ կասվի։ Ես հետը կխոսեմ ու կհասկանամ, թե ինչ է կատարվում։ Ում հետ ուզում ես խոսա։ Բայց եթե շատ տարակ այդ պարտքերը չհասնի իր իրական տերերին, երևի հասկանում ես, չէ, հորդ հետ ինչ կարան անեն։ Ունեցեք նայում ինձ թվում է ես ջրից կխեղդվեմ։ Որովհետև Ռեբեկա ջան, տեսնում ես, նստած սպասում ենք խոսես, ձգձգում ես։ Ռեբեկա իրոք իմ նյարդերն էլ արդեն չի հերիքում, ասա գնացիր, տեսար, հանդիպեցիր, ինչ իմացար։ Իհարկե հանդիպելա, որ չհանդիպեր այս վիճակում կլիներ, բա։ Գնացելա, Արամին ու Եվային իրար հետ տեսելա, դրա համար է այս վիճակումը։ Մի հատ խնդրում եմ փոխանցի, որ եթե մի բան էլ ասած, ես չգիտեմ արդեն իրան ինչ եմ անելու։ Բան չեմ ասում։ Հա, գնացի տեսա, եկավ, բայց ոչինչ չխոսեց։ Ես իհարկե Արամին չեմ արդարացնում, բայց ինձ թվում է, որ Արամը հատուկ նպատակով է այդ Եվային իր կողքը պահում, ու անգամ կարծում եմ, որ Գորն է Արամին խնդրել, որ տենց անի, որովհետև Արամն էլ չէր հասկանում, ինչ պետքա խոսա, ոնց իրան պետքա պահի։ Ամեն դեպքում հետո երբ որ Արամին ասացի, որ դու շատ սխալ ես քեզ պահում Գորի հանդեպ, Գորը քո ընկերն է, ասաց, որ ես շատ լավ գիտեմ ինչ եմ անում։ Տես ուրեմն ես ճիշտ էի ասում։ Ուրեմն այդ աղջկա մտքին իրոք ինչ-որ բան կա ու Գորն էլ Արամն էլ տեղյակ են դրա մասին։ Այդ դեպքում հակառակ դեպքում ինչի է Արամը խառնվել, չէ՞։ Երեխեք ինչի եք բարթացնում։ Արամը, Գորը ու Եվան իրար տարիներ շարունակ գիտեն։ Ու հետևաբար նորմալ է, որ Արամն ու Եվան հանդիպել են, չէ՞։ Նորմալ չի։ Դե նկատի ունեմ նորմալ չի, որովհետև Արամն էլ էր նեղվում այս իրավիճակից։ Ու Եվան ինչքան էլ ցույց էր տալիս, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չի, ես միևնույնն է ամեն ինչ իրան ասել եմ։ Ինչ ես ասել։ Ամեն ինչ։ Ինչ մտածել եմ, դեմքին ասել եմ։ Մի խոսքով մուրը թանել ես։ Սառը մի հատ հանի իրանց տեղից դուրս, ես արդեն ինչ չեմ կառավարելու։ Ես էլ տար։ Եվա, խնդրում եմ, գոնե մի անգամ պատասխանի զանգիս։
Բանը գործս թողած անդադ քեզ եմ զանգում։ Կարող է ես քեզ նեղացրել եմ, կարող է կոպիտ եմ եղել, կարող է սխալ եմ եղել ու չեմ գիտակցել։ Հիմա ասում եմ քեզ կներես։ Իրոք կներես, կլինի ուղղակի պատասխանես զանգիս գոնե մի անգամ։ Ինչ շատ է պետք է հետդ խոսել։ Խնդրում եմ։ Դեռ շատ բան ես խնդրելու ու շարունակ անպատասխան ես մնալու գոր։ Ինչ։ Երբեք իմ զանգին ոչ մեկ այսքան սիրալիր չէր պատասխանել։ Ինչի ես զանգել։ Ռեբեկա, ես չեմ հասկանում, դու ինչի ես միշտ իմ վրա ջղայնացած։ Ես ինչքան հիշում եմ, մենք կռված չենք, չէ՞։ Ինչ ես քեզ սենց սպանում, ի՞նչ է կատարվում։ Լսի, եթե դուրը չի գալիս խոսալուց տոնը, կարող ես ընդհանրապես ինձ չզանգել։ Վայ, չէ, ոնց դուրս չի գալիս։ Ռեբեկա ջան, ես ամբողջ կյանքս երազել եմ, որ իմ հետ սենց խոսան մարդիկ։ Ոչ մի հստակ պատճառ չկա, ու հիմա էլ չեմ ուզում ինչ-որ բան հորինեմ։ Ուղղակի զանգել եմ, տեսնում ոնց ես, նորմալ հասել ես դու, թե չի։ Եվան երկար մնաց այդտեղ։ Չէ, մի քիչ էլ խոսացինք գնաց։ Գորի մասին ենք խոսել, ուրիշ ոչ մի բան։ Ու ինչ եք խոսել, եթե գաղտնիք չի։ Իհարկե գաղտնիք չի, Ռեբեկա ջան։ Ընտանիքում մեկը մյուսից գաղտնիքներ չի ունենում, չէ՞։ Լսի, ես չեմ հասկանում, ինչի է, որ երբ փորձում եմ ես քո հետ նորմալ խոսալ, դու պարտադիր ինչ-որ մի բան գտնում ես, որ փչացնես ամեն ինչ։ Դե լավ, հիմա ինչ անեմ, որ սիրտս լեզվիցս առաջ անգնում։ Գիտես, ես եմ ուզում, Ռեբեկա ջան։ Ինչ էր ասում Գորի մասին։ Առանձնապես ոչ մի բան։ Ու ասում էր, որ ինքը ոչ մի բան էլ չի պլանավորել։ Ես քեզ ասեմ իմանաս, ես իմ քիթը չեմ սիրում սենց հարցերի մեջ մտցնել։ Ուղղակի որ դու կաս ես թեմայի մեջ։ Ուզած ես էլ եմ արդեն ոտքով կրկնով ես հարցում։ Իրականում հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ես քո օգնության կարիք ունենամ Արամ։ Բա ինձ էլ դες բան է պետք։ Եթե հանկարծ Եվան բախտը փորձի ու ինչ-որ մի սխալ քայլ անի, ես չգիտեմ այդ աղջկան ինչ կանեմ։ Ես ու դու պետք է ամեն ինչ անենք, որ հանկարծ Եվայի ձեռքերը Սարային ու Գորին չհասնեն։ Դեզեց։ Նայ, Ռեբեկա ջան, ուրեմն մենք թիմ ենք հիմա, ու այն բանը կինոների մեջ որ լինում է, որ տղեն ու աղջիկը պայքարում են սկզբում իրար դեմ, կռիվ են տալիս, հետո ուրիշի դեմ են կռվում, բայց վերջում ամուսնանում են։ Տենց է լինելու։ Պետք չի ինձ քո օգնություն, ես ինքս ամեն ինչ կանեմ։ Հա, լավ, սխալս ընդունեցի։ Մենք իրար դեմ չենք կռվել, մենակ դու ես իմ դեմ կռվել։ Այսինքն ըստ քեզ մենակ կռվելն էր, որ դու սխալ ասեցիր։ Ինչի դու ուրիշ սխալ ես տեսնում։ Հաջող, հա Արամ։ Հաջող, Ռեբեկա ջան, հաջող։ Հաջող։ Դու հորդ հետ կապ ունես Արման։ Չէ, ուղղակի հարց եմ տալիս, հա, թե չէ։ Չէ, ոնց պետք է ունենամ։ Բայց ուզում էի գնալ մոտը։ Ինչ որ բան ա եղել։ Չէ, բայց եթե ինչ որ լուր իմանաս հորիցդ, ինձ անպայման պիտի ասես։
Հասկացար, չէ՞։ Դու հենց այնպես սենց հարց չէիր տա։ Ինչ որ բան կա, ուղիղ ասա։ Հայրդ խնդիրներ է ստեղծել Բերդում։ Ու ստեղծել է հենց ինքը։ Նորից։ Հա, նորից։ Հորդ պահվածքը քեզ համար գաղտնիք չի։ Ցանկացած լուր, որ հորիցդ իմանաս, ինձ պիտի ասես, ես պիտի իմանամ։ Բայց ես չեմ ուզում, որ դու գնաս մոտը։ Հա, ես հասկանում եմ, հայրդ է։ Ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Դու պատրաստ ես հորդ համար ամեն ինչ անել, բոլորին դեմ դուրս գալ, բայց հասկացիր, հայրդ քեզ անդունդն է գլորում։ Այն ինչ ասում եմ հիմա, ես քեզ համար եմ ասում։ Քեզ փրկելու համար եմ ասում։ Ու չեմ ուզում, որ գնաս այնտեղ։ Կարող ես կապ պահել հետը, հեռվից։ Կուզես ես էլ կօգնեմ, բայց հեռվից։ Այնտեղ մոտը չգնաս։ Ինչ անեմ հիմա ես քո հետ, պապա։ Այս ինչ լավ օր է ինպես տղու համար։ Հա, աղբերս։ Բարի օր, աղբերս։ Բարի օր, Գորջան։ Ժամերն էիր հաշվում, թե երբ է լույսը բացվելու զանգ էիր, չէ։ Զզվացել եմ, չէ քեզ արդեն։ Չէ, այ աղբեր, ինչ ես խոսում։ Նորմալ է ամեն ինչ։ Ինչ արիր, տեսար Եվային, խոսացիր հետը։ Հա, գոր տեսա ու խոսացի, բայց ինձ թվում է Եվան հասկացել է, ինչի համար եմ կապ պահում հետը։ Դե որ ինչ որ բաներ իմանամ էլի։ Այդ լավ չի, տենց ավելի կզգուշանա։ Չգիտեմ աղբերս, դե ես այդքան էլ լավ չեմ խաղում։ Չնայած իրան բացատրել եմ, որ սխալ է մտածում բան, բայց չգիտեմ։ Չգիտեմ ինչ անեմ ես արդեն, անենց եմ անում ինքս իմ անձի վրայով եմ անցնում, փորձում եմ խնդրեմ, բաղակշական խոսամ, մեկը չի պատասխանում զանգերիս, ոչ էլ նայում է ինչ եմ գրել։ Աղբերս ես չեմ հասկանում, հիմա դու ուզում ես ինքը քեզնից հեռու մնա, թե ավելի մոտիկանա, ինչ ես չեմ խոսում հետը։ Այ խելոք, հիմա ամեն գնով ինձ պետքա որ կապնվեմ հետը։ Հասկանում ես, որ կոպիտ խոսամ, ոչ թե մենակ չի պատասխանի, այլ կտրուկ գործողությունների կարա անցնի։ Իսկ հիմա ինձ պետքա կապնվեմ հետը, որ ես այդտեղ լինեի, Սառայի կողքին լինեի, ավելի հանգիստ կլինեի։ Բայց հիմա ոնց որ ոտքերս ու ձեռքերս կապված լինեն։ Ինչ ասեմ, հեչ քեզ չեմ նախանձում, եղբայր։ Բա։ Ահա Սարոյան։ Արման ջան արդեն դուրս ես եկել։ Չէ, բայց հիմա արդեն դուրս եմ գալիս։ Կլինի մի երկու ժամ ուշ գաս, այսօր ուզում եմ մի փոքր ուշ գնալ։ Ինչի՞, կարող է քեզ լավ չես զգում։ Չէ, լավ եմ, ամեն ինչ նորմալ է, պարզապես մի քիչ շատ գործ կա տպարանում, ուզում եմ առիթից օգտվել մի երկու ժամ հանգստանալ։ Հասկացա։ Դե լավ, այդ դեպքում 2 ժամից նոր կգամ։ Եվ։ Բարև Սառա։ Դու այ քեզ զուգադիպություն։ Լավ ես։ Լավ եմ։ Ինչ ես ամեն անգամ ինձ տեսնելուց սենց լարվում։ Ես ընդհանրապես չեմ լարվում։ Ուղղակի հասկանում եմ, որ ինչ որ բան ունես ասելու։ Ու ամեն անգամ կիսատ ես թողնում։ Խոսքդ ստացվում է կծկտուր ու օդում կախված։ Դրա համար
Խնդրում եմ, եթե ասելիք ունես, մինչև վերջ ասես։ Վաու, ինչ համարցակն ես։ Շատ եմ սիրում սենց մարդկանց։ Համարձակության խնդիր չկա։ Խնդիրը պարզ ու ուղիղ խոսելն է։ Ուզում ես պարզ ու հստակ խոսեմ։ Կխոսեմ։ Հատկապես, որ ես էլ ձևականություններ չեմ սիրում։ Ուզում ես հստակ ասեմ, ինչ եմ ուզում ասել։ Ուրեմն լսի, Սարա։ րոպե ժամանակ ունեք։ Արման ջան, տղես, գիտես չէ անընդհատ մտքով քո հետ եմ, անընդհատ մտածում եմ, թե ոնց ես, ինչ վիճակում ես։ Դու լավ ես։ Դու ես լավ եմ, լավ, իմ մասին մի մտածում։ Հոբան չի եղել, ամեն ինչ կարգին, հա։ Դե որ չեր գալիս, մտածեցի կարող է ինչ-որ բան ինչի։ Հա, ամեն ինչ նորմալ է։ Պիտի ավելի շուտ գայի կներես, բայց ոչ մի բայց։ Իմ համար կարևորը որ դու լավ ես։ դե ոնց ասեմ, իմ լավ լինելը մենակ քեզանից է կախված։ Իսկ դու ոնց հասկանում եմ առանձնապես ջանք չես թափում, որ ես լավ լինեմ։ Այսինքն, դες ինչ ես խոսում։ Պապ, դու ստեղ խնդիրներ ունես։ Չէ, ինչ խնդիր։ Պարզ է, խնդիրներ չունես։ Բայց երեք եկել էին ու քո պարտքը ինձանից էին ուզում։ Պապ, դու ստեղ խաղում ես։ Ոնց թե եկել էին։ Քեզնից ինչ են ուզում։ Կամ ընդհանրապես ոնց են քեզ գտել։ Այսինքն ճիշտ է։ Ճիշտ է, որ դու ստեղ խաղում ես։ Լավ չեմ հասկանում, պապ, ինչքան կարելի է։ Դու ամեն անգամ նոր խնդրի մեջ հայտնվելուց դրանից հաճույք ես ստանում, չեմ հասկանում։ Իմ ու քո ապրածը, լավ մեր այսքան տանջվածը քո համար ընդհանրապես դաշ չի լինում։ Արման ջան, լսի։ Չէ, դու ինձ լսի։ Հերս ես, դիմացս նստած ես, բայց ես եմ քեզ բաներ բացատրում ու դասեր տալիս։ Լավ ինչի պիտի բանը հասնի նրան, որ ես քո հետ սենց խոսեմ։ Հասկանում ես, որ դու ես թույլ տվել ու հասցրել ես ամեն ինչին։ Արման ջան, ես չգիտեմ, թե դրանք ոնց են քեզ գտել։ Ես դիտավորյալ այսքան ժամանակ քո հետ կապ չեմ պահել։ Քեզ չեմ զանգել, որ չմատնեմ քեզ։ Բայց ինչի պետք է բանը հասնի նրան, որ հետս չկարողանաս կապ պահես, որ դիտավորյալ նման բաներ անես, պապ։ Լավ, մի ժամանակ ասում էիր, որ Միսակն է քեզ խանգարում։ Այդ 25 տարի առաջվա եղածը կոկորտիտ էր կանգնել։ Ինձ ասում էիր, որ ամեն ինչում Միսակն է մեղավոր, Սարոյաններն են մեղավոր։ Միսակն է այնպես արել, որ նստես։ Միսակն է այնպես արել, որ դու բանտում խնդիրներ ունենաս։ Հիմա Միսակը չկա։ Բա ի՞նչն է քեզ խանգարում, որ հանգիստ տեղումդ նստես։ Լավ, Միսակը չկա։ Հիմա մտածել ես, թե ում պետք է մեղադրես, որ ինքդ քեզ արդարացնես։ Արդեն սխալ բաներ ես խոսում, Արման։ Ոչինչ։ Թող քո այդքան սխալների կողքին մի սխալ էլ ես ունենամ։ Եթե իհարկե ասածներից մեջ ինչ-որ սխալ բան կա։ Լավ չեմ հասկանում, դու այս տեսակ ես սիրում տղուդ։ Տենց ես մտածում իմ մասին, պապ։ Ախր չեմ հասկանում, այդ ոնց է ստացվում, որ ուրիշ տղաները հանգիստ են լինում, երբ որ ինչ-որ խնդրի մեջ են լինում, որովհետև գիտեն, որ մեջքներին հեր ունեն։ Իսկ ես չեմ հասնում հորս մի սխալի տակից դուրս գամ, նոր սխալ է հայտնվում։ Մի նոր խնդիր է հայտնվում։ Լավ ինչ անեմ, պապ, կբացատրես հասկանամ։ Սարա, ես չեմ ուզում, որ դու լարվես կամ էլ խուսափես ինձնից։ Հավատա, ես քո վատը չեմ ուզում, որովհետև դու ինձ ոչ մի վատ բան չես արել։ Գիտես, բոլորի մոտ ինչ-որ թյուր կարծիք կա, որ ես եկել եմ ուզում եմ վնասեմ քեզ, ուզում եմ գոռին խլել քեզանից։ Աստծո սիրուն, չկա նման բան։ Այն ամեն ինչը, ինչ որ գոռն է արել իմ հանդեպ, դժվար ես դրանից հետո ուզենամ նույն տղամարդուն տեսնել իմ կողքին։ Այդ դեպքում ինչ ես ուզում ինձնից։ Գիտես, Սարա, որ ասում էի քեզ տեսնում եմ ինձ եմ հիշում, հավատա հենց նենց չէի ասում։ Գիտես, ես ու գոռը շատ երկար ենք միասին եղել։
Ինձ թվում էր այդ սիրուց առավել այս աշխարհում ոչ մի բան չկա։ Բայց ինչ եղավ։ Գոռը մի օրում որոշեց, որ ինձ պետքա մենակ թողնի։ Ես գիտեմ այդ պատմությունը։ Պատճառը եւս գիտեմ։ Չգիտես, Սառա։ Դժվար քեզ գոռը ասեր, որ ինչ որ սխալ բան ա տեսել ու եզրակացություններ ա արել։ Դժվար քեզ գոռը պատմեր, որ խոսալու, լսելու, բացատրածը հասկանալու փոխարեն ինքը որոշել է ինչ որ ենթադրություններ կատարի, հավատա այդ ենթադրություններին ու սխալ որոշում կայացնի։ Այսա գոռը, Սառա։ Ինքը կարա շատ սեր տա, կարա շատ հոգատար լինի։ Բայց ամենակարևոր պահին, երբ ամենաշատն ես իր կարիքը զգում, ինքը կարա ուղղակի թողնի ու գնա։ Լռում ես, հա։ Երևի քո կյանքում էլ ասենց դեպք եղել։ Ով չի սխալվում։ Ոչ ոք իդեալական չի, չէ, Եվա։ Հա, Սառա, բայց կան սխալներ, որոնք ճակատագրեր են կործանում։ Դու շատ լավ աղջիկ ես։ Ու իմ նման դու էլ սիրահարվել ես, տարվել ես։ Բայց հավատա, այսպես սերը չի, որի մասին դու երազել ես։ Դու ինձ հարազատ չես ու ոչ էլ սիրտս ցավում ա քո համար։ Բայց դու այն կանանցից մեկն ես, ով զոհա դառնալու ինչ որ սրիկա տղամարդու ձեռքին։ Ես իհարկե շնորհակալ եմ, որ անհանգստանում ես ինձ համար։ Բայց կարծում եմ քո կյանքում քիչ խնդիրներ չկան ու լավ կլինի ամեն մեկս մեր մասին մտածենք։ Դու վիրավորված ես գոռից ու այդ դեպքում քո այս պահվածքը բնական է, բայց գոռը քո մասին մոռացել է։ Ու լավ կլինի, որ դու կարողանաս բաց թողնել այդ պատմությունը։ Իսկ դու վստահ ես, որ գոռի մասին մոռացել է։ Ավելի քան։ Դե, ինչ ասեմ, Սառա ջան։ Հուսով եմ ինչ որ հրաշքով դու երջանիկ կդառնաս։ Գիտես, երբ որ մարդը չի ուզում փրկվի, անիմաստ է ուղղակի իրան ձեռք մեկնելը։ Մնաս բարով։ Դու դրանց հետ գործ չունես։ Այդ փողի հետ էլ գործ չունես։ Հա, խաղացել եմ, սխալվել եմ, ես էլ կփակվեմ։ Լուրջ։ Ու այդ ոնց պետքա փակես։ Նորից խաղալով, ավելի մեծ պարտքեր գլխիդ հավաքելով, պապ։ Դու գոնե հասկանում ես, որ եթե այդ գումարը հանկարծ հետ չվերադարձվի, քո համար ինչ մեծ խնդիրներ կարող առաջանա։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Գիտես, ինձ դուր է գալիս ամեն ինչը։ Երբ որ դուրս էի գալիս, լրիվ ուրիշ պլաններ ունեի։ Ես չէի մտածում, որ նորից կհայտնվեմ այս 4 պատերի մեջ։ Գիտես, ինչ դաժան է։ Դաժանա թե չէ, բայց այդ ամեն ինչը արդարացում չի այն ամեն ինչին, ինչը որ դու ես անում։ Երևի ճիշտ կլիներ, որ ես ընդհանրապես հետ չգայի ու չխառնվեի քո կյանքին։ Դենց քո համար ավելի լավ կլիներ։ Ու հա, դու ճիշտ ես։ Ես ինչ երեմ քո համար։ Նույնիսկ տարիների փափագս չկարողացա անեմ։ Որոշել էի, որ Սարոյանից պետքա վրեժ լուծեմ։ Իսկ ինչ եղավ, Իսակին սպանեցի։ Դիտավորյալ չեմ արել, բայց դրա պատճառով քեզ գցեցի ավելի քաշքշուկների ու պատմությունների մեջ։ Բայց այսքան պատմությունների մեջ, Արման ջան, մի բան կա, որ ինձ մի քիչ ուրախացնում է, որ դու այդ Սարոյաններից ազատվեցիր։ Ես Սարոյանների մոտ եմ աշխատում։ Ինչ ասացիր։ Էն ինչ լսում ես։ Ես նորից այդ տանն եմ աշխատում։ Արման, դու հասկանում ես ինչ ես խոսում։ 2 ժամա դիմացս նստած քարոզ ես գլխիս կարդում ու դու ինքդ նույն սխալը կատարում ես։ Ճշտի ու սխալի մասին պատկերացումները իմ ու քո մոտ լրիվ տարբեր են։ Հա, ես կարող եմ հիմա լիքը սխալներ եմ անում, բայց այդ ամեն ինչի սկիզբը Սարոյանից է եկել։ Գոնե դա պետքա հաշվի առնես։ Չի կարելի նորից գնալ դրանց տուն։ Հիմա բացի այդ թշնամանքից, Արման ջան, նաև մահ կա։ Դու ոնց ես դա հասկանում, որ իրանք սենց ձեռքերը բաց քեզ ընդունելու են, իմանալով, որ դու իմ տղեն ես։ Դու այսքան տարի ինձ միշտ տրամադրում ես իրանց դեմ։
Ինչի համար, պապ։ Ախր ես այդ մարդկանցից մենակ լավն եմ տեսել։ Այն, որ ես հիմա ազատության մեջ եմ, այդ իրանց շնորհքն է։ Այն, որ ես փողոցներում չեմ մեծացել, այդ իրանց շնորհքն է։ Որ տուն ունեմ, աշխատանք ունեմ, շրջապատ ունեմ վերջի վերջո, այդ էլ է իրանց շնորհքը, պապ։ Եթե դու գոնե մի փոքր տեղ թողնեիր, որ ես խոսելու տեղ ունենայի, հիմա կարող է ամեն ինչ լրիվ ուրիշ ձև լիներ, բայց ախր դու այդ իմ խոսելու տեղը չես թողել, պապ, քո արարքներով։ Արման, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ։ Նաև հասկանում եմ այդ հիմնական պատճառը, որ դու գնում ես այդ տուն, էլ կանա, չէ։ Բայց ոչինչ։ Դու հիմա տակ ես չես հասկանում։ Բայց մի օր գլխիդ ես տալու այսօրվա որոշմանդ համար։ Ես շատ բաների համար եմ գլխիս տվել։ Ու ոնց տեսնում եմ դեռ կտամ։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես մի լուսավոր կետ եմ ունեցել։ Այդ Սարոյանների ընտանիքն է եղել, որը ժամանակի հետ իմ համար էլ է տուն դարձել։ Արման։ Ինչ, պապ։ Ոչ մի բան մի ասա։ Ես կճշտեմ, թե դու ինչքան գումար ես սպարտք։ Ու կփակեմ այդ փողը։ Հա, գիտեմ, որ մեծ գումար է, բայց ոչինչ, մի բան կանեմ կփակեմ։ Մենակ դու գոնե այս ամեն ինչից մի փոքր դասեր քաղես ու մի քիչ հանգստանաս, տեղդ նստես վերջապես։ Թե չէ, ես արդեն չգիտեմ գլուխս որ պատին տամ, որ գոնե արասների տակից դուրս գամ։ Ալո։ Ոնց է, շեֆ։ Հա։ Դե ինձ թվաց երեկվանից հետո մենք թիմ ենք արդեն։ Դե դու էլ շեֆն ես, էլի։ Այսինքն ասողը։ Բարև Արամ։ Բարև Ռեբեկա ջան, ոնց ես։ Լավ ես։ Ինչ որ նորություն կա։ Չէ, իսկ դու։ Չէ։ Իսկ այդ դեպքում ինչի ես զանգել։ Ոնց ինչի ես զանգել։ Ես արդեն մի քանի ժամ ձեր դռան առաջ կանգնած եմ, աղջիկ ջան, կարող դուրս գաս, մեռակ ես սպասելով։ Ինչ որ չեմ հիշում, գիտես, որ մենք պայմանավորված լինենք, որ պետք է հանդիպենք։ Արի կլինի դու ֆիքսի, որ մենք ընդհանրապես չենք պայմանավորվելու իրար հետ։ Ես ամեն օր ձեր դռան առաջ կանգնելու եմ, դու էլ պիտի դուրս գաս, որ մենք անպայման հանդիպենք իրար։ Այդ դու ես տենց որոշել։ Դե հա, ի վերջո ես եմ չէ՞ մեր տան տղամարդը։ Դուք սրա ռիսկը տեսեք։ Ապուշի մեկը։ Ալո, Ռեբեկա։ Չանում է։ Ինչ ասա։ Արա։ Այ որ մի հատ թեթև քամի լիներ, մի քիչ էլ ռոմանտիկ երաժշտություն լրիվ են կինոների նման կլիներ, չէ՞։ Կբացատրես ինձ դու ինչ ես ուզում ինձանից։ Այն ինչ դու ես ուզում, ուղղակի չես ասում։ Ես էլ շատ եմ ասում, որ երկուսից տեղը լրացնեմ։ Լսի դու հասկանում ես, որ պապին տանն է։ Ես չեմ ուզում, որ գա ու տեսնի քեզ էստեղ։ Ինչի՞։ Ինչ եմ ասելու։ Ով ես դու կամ ինչի համար ես եկել։ Գիտես, աղջիկները սովորաբար իրանց ծանոթին կամ ընկերոջը ներկայացնելուց չեն խուսափում։ Կամ խուսափում են այն դեպքում, երբ որ այդ ծանոթի կամ ընկերոջ հանդեպ շատ լուրջ զգացմունքներ ունեն։ Ու էս էլ որևէ դեպքն է, որ դու ինձ ներկայացնելուց խուսափում ես, Ռեբեկա ջան։ Չկա տենց բան։ Կա, ոչ, չկա, տենց է։ Տենց չի։ Ասենք օրինակ ինչ կլինի, որ ասես ծանոթացի, պապի ջան, մեր
Ոսկի Արամն է։ Դու էլ ես հասկանում ինչ եմ ասում, բայց ինքդ քեզ չես խոստովանում։ Ռեբեկա ջան, դու ինձ սիրում ես։ Եթե չսիրեիր, չէիր խանդի։ Դու երեք տեսար քեզ կողքից ոնց էիր նայում Եվայի։ Ու մենակ չասես, որ Սարայի պատճառով էիր տես նայում։ Որովհետև անգամ Սարան այտենց վատ տրամադրված չի այդ աղջիկը հանդեպ, ինչքան դու։ Ես էլ դու էլ շատ լավ հասկանում ենք ինչա կատարվում, բայց միշտ լռում ենք, որ դու քեզ ված չզգաս։ Էլի կարանք լռենք, չխոսանք այդ մասին, բայց դու հենց ինքդ քեզ խոստովանես, քո մեջ հասկանաս, որ այդ տենց է, ամեն ինչ ավելի հեշտ կլինի։ Վերջ։ Եթե ուզում ես, ուրեմն վերջ։ Սպասի, ես կգնամ, դու մնաս տեղ։ Ոտքիդ էլ լավ կնայես, սառը կդնես, մեկ էլ քաղցր կուտես։ Քաղցրը ինչ կապ ուներ։ Համով է։ Գնացի լավ, Ռեբեկա ջան։ Ինչ լավ է որ այստեղ ես։ Ոնց ես։ Լավ եմ, շատ լավ եմ։ Հատկապես որ դուրս եմ գալիս ու քեզ եմ տեսնում, ոչ միայն լավ եմ, այլ նաև երջանիկ եմ։ Տխուր ես։ Չէ, ինչի՞ց ենթադրեցիր։ Որովհետև ժպտում ես, բայց աչքերդ տխուր են։ Ամեն ինչ նորմալ է։ Արման, խաբում ես ինձ։ Չէ, ինչի պետք է խաբեմ։ Որովհետև ես քեզ ինձնից լավ եմ ճանաչում։ Տեսնում եմ, որ տխուր ես։ Բայց եթե չես ուզում, չենք խոսի այդ մասին։ Ուղղակի չեմ ուզում քեզ տխուր տեսնել։ Գնանք։ Դե որ ասում ես։ Արման ինչ եղավ, ինչ չեմ գնա։ Ստեղ սպասի։ Առաջ չգաս, հիմա գալիս եմ։ Բայց ուր ես գնում։ Սպասի։ Մարդ կա, խոսեմ հետո ու գամ։ Առաջ չգաս։ Դու ինչ ես անում ստեղ։ Խոսացիր օրդ հետ։ Հա, խոսացի, բայց հարցից չպատասխանեցիր։ Ինչքան շատ բան իմանամ ձեր մասին, այնքան ավելի հեշտ կլինի փողերից հետ ստանալը։ Ես քեզ չեմ ճանաչում, բայց օրդ հետ առաջի անգամ չի, որ այս թեմայով առնչվում եմ։ Եթե ժամանակին նորմալ պարտքերը տվող լիներ, հաստատ ես ստեղ չէի լինի։ Այդ գումարը ես կտամ, բայց ինձ հետևել պետք չի, կարաս զանգես ու ասես։ 2 օր ունես։ Հասկացանք, մի անգամ արդեն ասել ես, համարս գրի։ Հողի չապնել կասես։ Արման, ով էր այս տղան։ Կարևոր չի։ Ոնց կարևոր չի։ Բա որ կարևոր չի, ինչի՞ է սենց բարկացած։ Հա, Սարոյան։ Արման ջան, որտեղ ես։ Ահագին ժամանակա քեզ եմ սպասում։ Հիմա գալիս եմ։ 10 րոպե ես ձեր տան մոտ եմ։
Լավ, արի։ Հիմա էլ ես ասելու, որ ոչ մի բան չի եղել։ Էլկա, ոչ մի բան մի ասա, լավ։ Արի քեզ հիմա տուն տանեմ, որովհետև պապիկդ ինձ է սպասում։ Կտանեմ տպարան, հետո կխոսենք։ Լավ։